Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Պարոն Կիվիրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, ուրախ ավտոբուսը հասավ Երևան։ Սկանդալային միջադեպ տեղի ունեցավ մետրոյում։ Արցախցի մի կին փորձում էր նրան հասկացնել, որ նրա քաղաքականությունը ճիշտ չէ, բայց ընդհանուր առմամբ չէր ուզում զրուցել նրա հետ, բայց Փաշինյանը հունից դուրս եկավ եւ ասաց, որ փախածներով եկել եք Հայաստան ու իրեն չպետք է մեղադրեն նրանք Ղարաբաղը տալու համար։ Այս միջադեպը բավականին մեծ արձագանք գտավ հանրային դաշտում եւ հավանաբար դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դրանից ժամեր անց մի քանի անգամ ներողություն խնդրեց։ Ինչ կատարվեց իրականում։ Երևանը իսկապես ավելի շատ խնդիր է ստեղծում Նիկոլ Փաշինյանի համար, քան թե օգնում է որ ընտրվել։ Դե նայեք, սկզբից առաջի այդ հարցին պատասխանեմ Երևանի հետ կապված, դե ակնհայտ է մի բան, որ Երևանում բնակչությունը մենակ հմեք չի լսում։ Նիկոլ Փաշինյանը իրան բավականին լավ էր զգում հեռավոր գյուղերում, որտեղ մարդիկ հիմնականում նստած են հմեկի վրա, եւ բնակչության մի մասն էլ մինչեւ հիմա տեղյակ չի, որ Լենին պապին մահացել է, հասկանում եք։ Այնտեղ ինքը իրան բավականին լավ էր զգում։ Երևանում ակնհայտ եղավ հենց առաջի օրը, որ այդքան էլ այսպես ասած ճակերտների մեջ ասած իրան չեն սիրում։ Ընդհանրապես կարելի ասել չեն սիրում։ Հա, կադրերից երևում էր, ոնց է հասարակությունը վերաբերվում իրեն եւ իր թիմին։ Ընդ որում, դուք հաշվի առեք, բոլոր տեղերում իրանք ճանապարհորդում են, ասենք, տասնյակ թիկնապահներով։ Հենց որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ես դուրս եմ գալիս ժողովրդի մեջ եւ լսում եմ ժողովրդին, թող բարի լինի, առանց թիկնապահիների դուրս գա եւ լսի իրական ժողովրդին։ Կարող է, այսպես ասած, նույն վիճակում չվերադառնալ անգամ։ Ընդ որում հենց որ ինքը ասում է, որ ասենք, բա գիտեք, այդ թիկնապահ ունենալը դեպի օրենքով է սահմանված։ Օրենքը քո ձեռն է, փոխի ինքդ քեզ զրկի թիկնապահից։ Ոնց են մնացած օրենքները փոխում։ Փոխի, քո ձեռքն է։ Ասա գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, ասել, նայեք այս օրենքը խոչընդոտում է, որ ես անմիջական ձեր հետ շփվեմ։ Ես այդ օրենքը վերացնում եմ։ Ազատ շրջան։ Թիկնապահներին ուղարկում եմ տներով եւ դուրս եմ գալիս, ուղիղ շփվեմ ձեր հետ, որ խանգարող չլինի։ Ընդ որում չի բացառում, չէ, որ առանց թիկնապահների էլ գնա հեռավոր գյուղերը, այդքան լավ չլինի։ Հենց որ դու ասենք ամբողջ, ասենք քո հարյուրավոր կողմնակիցներով, տասնյակ թիկնապահներով լցվում ես մի հատ փոքր տարածք, որտեղ բնակչությունը ավելի քիչ է, մշտական բնակչությունը ավելի քիչ է, քան այդ ուրախ ավտոբուսով եկածները, ապա մարդկանց մոտ կաշկանդվածություն չի առաջանում։ Երևանում այդ կաշկանդվածությունը չկա, որտեղ բնակչությունը ավելի մեծ է, անկախ թե ինչքան մարդ կհավաքվի, ընդհանուր մեծ տարածք է։ Եվ հենց առաջի օրը երևաց, թե Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին մարդիկ իրական ոնց են վերաբերում։ Հիմա անդրադառնանք այդ մետրոյի հետ կապված միջադեպին։ Դե գիտեք ոնց է, հենց որ մարդը ներվայնանում է, ինքը ցույց է տալիս իր իրական դեմքը։ Հենց որ ուրեմն այլ պարագայում մշտապես արցախցիների մասին Նիկոլ Փաշինյանը ոնց է չէ խոսում, Արցախի մեր քույրեր, եղբայրներ եւ բանը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այո։ Այդտեղ բարձրեց արցախցիները բացարձակ իր համար ոչ քույրեր եւ եղբայրներ են, ոչ առավել եւս սիրելի են, այլ ընդհանրապես փախածներ են, որոնք իրան նյարդայնացնում են։ Հասկանու՞մ եք, նայեք, իսկ ոնց պետք է ասենք այդ մարդը իրան ընդուներ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը զոհվածի դուստր էր։ Այո, իր հայրը եղել է Արցախյան առաջի պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը, նայեք, ուրեմն Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում այդ մարդիկ հայրենազրկվել են։ Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, ընդ որում ոչ բառերով,
Դա եղել է դե յուրե։ Ամրագրված ընդ որում։ Այո, դա ամրագրված էր։ Առանց Երևանի համապատասխան պաշտոնյայի ցուցումի Արցախում որևէ զինվորական մի փամփուշտ չէր կարող կրակել անգամ։ Անում եք։ Հիմա այս պարագայում դու քո գործունեության արդյունքում այդ մարդիկ զրկվել են ամեն ինչից։ Հայրենիքից, տներից, տեղից, գերեզմաններից, պատվից։ Ու դրանից հետո դու ընկած ինչ ես, դեռ մի հատ էլ մունատ ես գալիս այդ մարդկանց վրա, որ ինչ։ Հիմա պատկերացրեք ինչ որ մեկը ցանկացածին հետո որ փորձում է Նիկոլին պաշտպանել, գա իրան տնից հանի այդ մարդուն։ Հանի գցի փողոց։ Ոնց ես այդ մարդուն վերաբերվելու։ Բոլորի համար ակնհայտ է, չէ՞ որ դա եղել է Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում։ Նա է եղել երկրի ղեկավարը։ Հանում եք։ Մնացած այդ բոլոր արդարացումները ինքը կարա, այն ասում եմ, ուղեղից զուրկ երեխեքի վրա կամ ինչ-որ մարդկանց վրա ասել։ Ասում եմ, ես ավելի շատ բան եմ արել Արցախի համար, քան որևէ այլ կառավարություն եւ մեջբերում է այն ֆինանսական միջոցները, որ տրվել են Արցախին։ Նայեք, ես այդ կապակցությամբ 3 մի հատ գրառում եմ արել, մոտավորապես դա բացատրեմ։ Դուք իր ասածը նման է հետեւյալին։ Դու մարդուն տալիս ես վարկ, որ իր տունը վերանորոգի։ Հետո այդ տունը բաժար ես գցում, վառում ես, վերացնում ես։ Ու կանգնում ամեն տեղ ասում ես, ես այս մարդու տան վրա ոչ մեկ այդքան չի ծախսել, ոնց որ ես։ Ինչ կապ ունի, ծախսել ես, չես ծախսել։ Եթե այդ տունը էլ չկա, դու վառել ես, քո գործունեության արդյունքում այդ տունը վառվել գնացել է։ Հիմա նայեք, ինչ կապ ունի, թե ինքը ինչ է արել, եթե իր գործունեության արդյունքում Արցախ էլ չկա։ Դա այդ օրինակն է, հասկանում եք։ Դրա համար իր այդ հայտարարությունը, եք նորմալ մարդը կամաչեր, հենց որ Արցախ էլ չկա, դրանից հետո ասել ես ամենաշատն եմ արել Արցախի համար։ Ոչինչ չանեի, տղ Արցախը մինչև հիմա լիներ։ Ընդ որում, այդ հայտարարության երկրորդ մասը արել եմ, հորը ջեբից ես արել, պապուտ ջեբից ես արել, քո ջեբից ես արել, Հայաստանի Հանրապետության բյուջեից է դա գնացել, Հայաստանի Հանրապետության հարկատուներից է գնացել, ինձնից, քեզնից, հասկանում ես, արել եմ, ամբողջ կյանքդ քո ջեբից մի բան հանել արել ես, Արցախի համար։ Դա էլ է հաջորդ ցինիկությունն է, բայց ասում եմ, ամենամեծ ցինիկությունը հենց որ մարդու գործունեության արդյունքում այդ երկրամասը էլ ընդհանրապես չկա, այդ մարդիկ անգամ չեն կարող այսօր գնալ իրանց, ասենք, հարազատի գերեզմանին ծաղիկ դնել, դու ասում ես ամենաշատը ես եմ արել։ Ընկեր, քո գործունեության արդյունքում մարդիկ լրիվ հայրենազրկվել են։ Դու ես եղել այդ պահին այն երկրի ղեկավարը, որը այդ մարդկանց անվտանգության երաշխավոր է դե յուրե։ Ասում եմ, նախկիների քաղաքականությունն է հանգեցրել այդ ամենը։ Ուրեմն, եթե դու գտնում էիր, որ ուրեմն գիտես ոնց է, այսպես մի հատ օրինակ բերեմ։ Քեզ նշանակում են միտեղ, ասենք, գլխավոր բժիշկ, դու գնում ես, տեսնում ես, որ դե ոչ հիվանդան, դու պետք է ասես, չէ։ Դու ընդունում ես դա, սկսում ես վիրահատել 2 տարի, հետո հենց որ ամեն ինչ գնում է, ուրեմն տապալվում է, նոր գիտես հիշում ես նախկիններին։ Մի վարքյան, դրանից առաջ հիշում եք Տաուշյան դեպքերում հենց որ ինքը ակլորանում էր։ Բա այդ ոնց եղավ նախկինների թողած ժառանգ, այդ պահին հենց որ ամենամարտունակ բանակ էր։ Հա, դա ամենամարտունակ բանակն էր։ Ինքն էլ գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Տարածաշրջանի արյուծներ։
Հենց որ հաղթում էին ինքն էր դա, հասկանում եք, ոչ մի խնդիր չկար, նախկինների բանի հետ կապված խնդիր չկա։ Այս ամենամարտունակ բանակն է։ Հենց եղավ պարտություն, գիտեք ոնց է, բոլորը մեղավոր են Տիգրան Մեծից սկսած, բացի ինձնից։ Պարոն Կիվերյան, այսօր Արադ Միրզոյանը տվել է ավելի կոնկրետ Մինչև, գնահատական գիտեք, այդ ձեր ասածին հենց, ասում է, ցավոք մենք եւ հայ ժողովուրդը, ես անձնապես չենք ունեցել բավարար խելք, քաղաքական հասունություն, քաղաքական միտք ժամանակին ճիշտ կողմնորոշվելու, գլխի ընկնելու եւ ժամանակին գնալ զիջումների, գնալու լուծումների։ Գիտեք ոնց է, այս մարդիկ նայեք։ Խելամտություն չեն ունեցել, Նա իրանց հասունություն։ գիտես ոնց է, հիմա մարդը որ անգրագետ է, դա արդարացում չի։ Նորից բերեմ բժշկի օրինակը։ Պատկերացրեք բժիշկը մի 50 հոգու իր, այսպես ասած, վիրահատության արդյունքում սպանել է, հետո ասում է, դե գիտեք, այդքան փորձ չունեի։ Ազատեք ինձ պատասխանատվությունից, դե անփորձ էի։ Ով է այդտեղ մեղավոր։ Մեղավորը այդ մարդն է։ Իհարկե մեղավորը նաև նա, ով նշանակել է, ով տվել է իրան իշխանություն 18 թվին։ Բայց մեղավորը իրանք են, հասկանում եք։ Հիմա ասենք նույն Արադ Միրզոյանը։ Բարձա որ ասենք ինքը մինչև այսօր էլ, ասենք իր հավաքած թիմը դա ծաղրանք է արտգործնախարարության։ 10 տարի հետո էլ ավելի վատ իրավիճակի հասցնեն, նորից ասել են, գիտեք, դե այդքան չէինք հասկանում։ Հիշեք, նույն ասենք Նիկոլ Փաշինյանին, ասենք կիսատ մնաց իմ միտքը։ Սրանց մի քանի տարի առաջ Հայաստանով մեկ բաժանում էր հպարտ քաղաքացու անձնագիր, հիշում եք, որի վրա պատկերված էր Հայաստանը, Արցախը ու Արցախը ազատագրված տարածքներով 7 շրջանով։ Էսա։ Այսօր զորով ուզում է բրդի Հայաստանի ուրվագծով ինչ-որ բրել բան, չէ, զնաչոկ։ Ասում է, էսա, ոնց չես վերցնում։ Սենց շարունակվի, ես ասել եմ, վաղը կարող է, ասենք, Երևանի ու հատակագծում մի հատ բրելոկ փորձի բրդել։ Ու զարմանա, ոնց չես վերցնում։ Դեռ թողնենք մի կողմ, նայեք, իր այդ ցինիկությունը, իր բառերը, երեխայի նկատմամբ, անչափահաս երեխայի ներկայությամբ, ուրեմն ծնողի վրա հարձակվելը, առանց ծնողի թույլտվության փորձել երեխային ինչ-որ բան տալը։ Դրսում հենց որ դու առանց ծնողի թույլտվության մոտենաս երեխային փորձես, ասենք ԱՄՆ-ում, տեղում կկալանավորեն։ Դու պետք է փոխանցես ծնողին, ծնողը ինքն է որոշում։ Ընդ որում մի քանի անգամ կինը ասում է, ես չեմ ուզում քո հետ խոսել, Դե նա շարունակում է։ Դե հենց այդ է, հասկանում եք, ես ինչի ամենասկզբից ասեցի, հենց որ մարդը նյարդայնանում է, ինքը ցույց է տալիս իր իրական դեմքը։ Էլ սիրելի քույրեր, եղբայրներ չկան։ Նա ցույց է տալիս իրական ատելությունը այդ մարդկանց նկատմամբ։ Ընդ որում, գիտեք ոնց է, հատուկ ոնց որ, այդ ուշադիր եթե նայում ենք, այդ հրահրումն էլ կա։ Եթե համեմատում ենք իր կողմնակիցների բազմաթիվ գրառումներով սոցիալական ցանցերում, նաև ակնհայտ երևում է, որ այդտեղ կա ինչ-որ առումով նաև ցանկություն հրահրելու հայաստանցի, ղարաբաղցի այդ հակասությունները։ Այսօր գնացեք, ասենք իրանց կողմնակիցներին շրջանում, նայեք սոցիալական ցանցերում իրանց հայտարարությունները ինչ են գրում, ոնց են ներկայանում, եւ ակնհայտ է, չէ, որ ինքը դա ուսումնասիրել է։ Եվ այստեղ կա այդ հրահրումն էլ։ Իհարկե ինքը դրանից հետո տեսնելով հակառակ էֆեկտ որոշակի հասարակության շրջանում փորձեց բեմադրել Արջուշ Պապի երկրորդ օպերացիան։ Ներողություն խնդրել։ Բացի ներողությունից ամեն կերպ փորձում է այդ աղջկան երեխային նորից ներքաշել, հիշում եք Արջուշ Պապի օպերացիան ոնց էր եղել։ Մարդուն չէին թողել ծիծեռնակաբերդ, հետո գիշերը տեղաշորից հանել էին, բուկետը տվել էին ձեռը, տարել էին ծիծեռնակաբերդ։
Հիմա էլ այդ նույն ձևով փորձ են կատարում այդ կնոջը երեխային ներգրավել նմանատիպ սցենարի մեջ, հասկանում եք։ Արջուշ պապի օպերացիա երկուս։ Հասկացավ, որ նախընտրական շրջանում դա շատ վատ կազդի ռեյտինգի վրա։ Գիտեք ոնց է, նայեք, ինձ թվում է ինքը դեռ փորձում է մոնիտորինգ անել, հասկանալ, որ ուղղվածությունը իրեն ավելի ձեռնտու կլինի։ Վստահ եղեք, եթե ինքը մոնիտորինգի արդյունքում իրենց եկուցեն, որ հակաղարաբաղյան հիստերիան իրան ձեռնտու է, ինքը դա կշարունակի, ինքը որևէ խնդիր չունի այդ առումով։ Վերջնականապես, այսպես ասած, կձերբազատվի սիրելի քույրերից եւ եղբայրներ տերմինից։ Ամեն դեպքում հասկանանք նաև իրավիճակը, այս միջադեպերը նշանակում է նյարդային նրա պահվածքը, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես մտահոգություն ունի, որ նախընտրական այս շրջանում Երևանում ինքը խնդիր ունի։ Այդ խնդիրը ունի, թե չունի Երևանում։ Գիտեք, եկեք մի բան հստակ պատկերացնենք, ով Նիկոլ Փաշինյանին երկար տարիներ ճանաչում է, ինքը գիտի, որ այդ մարդը ջահել ժամանակվանից որ ճանաչում է, հիստերիկ է։ Տես նոպաներ իր մոտ դա բնական են։ Հակառակը նորմալ պահվածքով Նիկոլ Փաշինյանն է նոնսենս, այսինքն ակնհայտ է, որ ինքը փորձում է ամեն ձևով իրեն այդ սիրելի քույրերի եղբայրների այդ ճպտադեմ կերպարի մեջ տեղավորվել, բայց ժամանակ առ ժամանակ իրական էությունը դուրս է ժայթքում։ Եվ Նիկոլ Փաշինյանի վերջի ամենաշատ քննարկվող թեմաներից եւս մեկը։ Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղության եւ պատերազմի ուժեր։ Հիմա ինքը բաժանել է դաշտը ու մնացած իր թիմակիցները, օրինակ այսօր Արարատ Միրզոյանն ասում է մենք շանտաժ չենք անում, մենք չենք սպառնում հանրությանը, պարզապես մենք ցույց ենք տալիս, որ այն ուժեր, ովքեր գալու են մեր փոխարեն, իրենց հայտարարություններով նպաստում են, որ ընդամենը ամիսներ հետո պատերազմ լինի։ Գիտեք, հայկական իրականության մեջ որևէ ղեկավարի ժամանակ այսքան պատերազմներ եւ արհավիրքներ չի եղել, ոնց որ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի։ Այդ դա փաստ է, որ ոչ մեկը այդպես պրոֆեսիոնալ չի կարողանում իրավիճակը հասցնել պատերազմի, ոչ մեկը այդպես պրոֆեսիոնալ չի կարողանում հրահրել պատերազմ, ոնց որ դա անում են Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը։ 18 թվականից հետո եթե մոնիտորինգ ես անում, դա ակնհայտ է։ Հիմա այս պարագայում, գիտեք ոնց է, ինքը խաղում է զուտ էժանագին այդ իրավիճակի վրա, որ ինքը խաղաղության աղավնին է, իսկ մնացածը ցանկանում են պատերազմ։ Հակառակորդ կողմում որևէ այսպես պատերազմ ցանկացող չկա։ Դա ակնհայտ երևում է։ Ընդամենը, այսպես ասած, իրանք փորձում են կարճել ընդդիմության դաշտում ինչ-որ ասենք փոքրիկ, ինչ-որ ոչ առաջնային, ոչ անգամ երկրորդ, երրորդական, ասենք 10-րդական, ինչ-որ ասենք երեխեքի վրա, որոնց պահիտակ ձեռքը բարձախոս է ընկել, որ ռազմահայրենասիրական պահիտակ ճառ են ասում, որոնք կյանքում ոչինչ չեն որոշել ու չեն էլ որոշելու։ Ակնհայտ է, որ հայկական իրականության մեջ այս պահին պատերազմի ձգտող որևէ ուժ չկա։ Այդ մեկ։ Երկրորդը ինքը ընդամենը փորձում է խաղալ, ասենք այն հանրության տրամադրությունների վրա, որ այո, հայ հասարակությունը այս պահին ամեն կերպ փորձում է խուսափել պատերազմից։ Ուղղակի ինքը, գիտեք ոնց է, փորձում է մոլորեցնել հասարակությանը, թե ինչ գնով է այսօր ձևավորված խաղաղությունը։ Իրական խաղաղությունը լինում է երկկողմանի։ Ես բացատրել եմ, որ հայ եւ ադրբեջանական ժողովուրդները, եթե իրանք ուզում են իրական խաղաղության, իրանք առնվազն պետք է փորձեն վերադառնալ 1988 թվականի իրավիճակին։ Այսինքն Սովետը կարողացել էր գտնել այդ որոշակի բալանսը եւ փորձել վերականգնել այդ բալանսը։ Այդ պարագայում է հնարավոր փորձել հասնել իրական խաղաղության այս երկու ազգերի միջև։ Այլ պարագայում ներկայիս, գիտեք ոնց է, ներկայիս մոդելը Նիկոլ Փաշինյանի ստեղծված, դա ինչ խաղաղություն է։ Դա
հենց որ դու բոլոր պահանջները կատարում ես, ասում ես, տեսեք, ես խաղաղություն բերեցի։ Դա մոտավորապես գիտեք ո՞րն է, որ ասենք մեկին փորձեն բռնաբարել, ինքը ոտերը բացի կամավոր տա, ու վերջում այդ աղջիկը հայտարարի, որ գիտեք, ես այդ տղուն փրկեցի բռնաբարելուց ինձ ու դատվելուց։ Խաղաղություն բերեցի մեր միջև։ Այ Նիկոլ Փաշինյանի արածը դա է։ Ինչ պահանջում է Ադրբեջանը, նայեք, ինքը միշտ խոսում էր հայլայնությունի, որ պետք է ամեն ինչ հայլային լինի, հիշում եք։ Ամեն ինչը։ Այսօրվա դրությամբ ինքը ուրեմն հայտարարում է, որ անկախության հռչակագրում կան կետեր, որոնց պահանջատիրություն են Իրանից ներկայացնում, ընդ որում անգամ թողնենք մի կողմ, որ սրանով իսկ ինքը հայ ազգին հռչակում է ագրեսոր։ Դա ադրբեջանցիք հենց այսքան տարի հետ էին ասում, որ ընդունել եք նման կետեր, դիմել եք ագրեսիայի։ Այսինքն ինքը այսօրվա դրությամբ նման հայտարարություններով հայ ազգին հռչակեց ագրեսոր։ Հայ ազգին հռչակեց հայ-ադրբեջանական պատերազմի պատասխանատու։ Հասկանում եք, դա ինչ արեց։ Բայց մի կողմ դա։ Նայեք, ինքը հայտարարում է, որ այս կետերը նման ձևով դա պահանջատիրություն է, դա պատերազմ է եւ այլն։ Նույն կետերը կան Ադրբեջանի սահմանադրությունում, ավելի բետար կետեր։ Բա ուր է հայլայինը։ Հայլայինը վերացավ, այսինքն ընդամենը մենք տեսնում ենք, որ սա այս իրավիճակը, այս ժամանակավոր հանդարտ իրավիճակը պայմանավորվեց զուտ նրանով, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է ադրբեջանական կողմի բոլոր պահանջները։ Իսկ պահանջները հերթով մոտենալու են վերջում Երևանում։ Այսինքն ժամանակավոր ճակերտավոր հրադադար է, մինչև հաջորդ պահանջը կատարվի եւ ընտրությունները անցնի։ Դուք տեսակետով Ադրբեջանը հրաժարվում որևէ պահանջից կամ չի ավելացնում, ամեն օր ավելացնում է։ Սրանք էլ ամեն օր կատարում են։ Նորից եմ ասում, պատկերացեք այդ բռնաբար, մի օր մտնում ես, ասում ես, թե ոտերդ բաց։ Խելոք բացում է, դա ասում ես, նայ, փրկեցի բռնաբարելու, այս մարդուն տանջվելուց, բռնաբարելուց ու դատվելուց։ Հետո մտնում ասում է, այս դիրքով կանգնի, այն դիրքով, հերթով այդ ամեն ինչը կատարում է։ Իսկ հնարավոր է, պարոն Կիվերյան, որ իսկապես ինչ որ բան է խոստացել Նիկոլ Փաշինյանը, եւ եթե օրինակ ինքը չընտրվի, Ադրբեջանը դա ստանալու համար, այո, կարող է եւ պատերազմ հրահրել։ Այսինքն ով էլ որ գա, Փաշինյանի հետ համաձայնությունը այլևս չկա, բայց իր պահանջները մնում են։ Հնարավոր է տարբերակ լինի, որ ինչ որ բան է խոստացել Փաշինյանը ընտրություններից հետո, եւ ընտրություններից հետո նա չկա, բայց Ալիևի պահանջը իրականացնելու համար նա գուցե դիմի ռազմական գործողության։ Այս տարբերակը հնարավոր է։ Նայեք, Ալիևի ռազմական գործողություններ դիմել-չդիմելը դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, այդ թվում եւ տարածաշրջանային։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ավել խոստացած լինել, ոչ մեկը չի կարող իհարկե նաև բացառել։ Բայց դա չի նշանակում, որ երեք ոնց է, եթե ինքը չընտրվեց, ադրբեջանական կողմը հաջորդ օրը սկսելու է պատերազմ։ Պատերազմ սկսելը իրականում շատ բարդ բան է։ Լայնածավալ պատերազմ սկսելը։ Դրա համար եմ ասում, Նիկոլ Փաշինյանը ունի արտակարգ տաղանդ հասցնել իրավիճակը պատերազմ սկսելուն։ Հիշեք, Արցախյան առաջի պատերազմից հետո 30 տարի ընդամենը այդ ապրիլյան միջադեպը եղավ։ Հասկանում եք, 4 օրյա միջադեպ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ քանի նմանատիպ ավելի բետար իրական պատերազմներ եղան։ Հիմա արդյոք այս սպառնալիքը, երբ որ նա ասում է կամ ես կլինեմ, կամ պատերազմ, ինչ մեկ ասում է կամ ես վարչապետ կլինեմ, կամ ոչ մեկ երկիրը վարչապետ չունենա,
այս շարքը շարունակվում է, իրանց գնաց ասեց կամ պիտի սահմանազատում լինի, կամ պիտի պատերազմ լինի։ Այս սպառնալիքները ձեր կարծիքով հանրության վրա կազդի, այսինքն հանրությունը ճիշտ կգիտակցի, որ սա նախընտրական հնարք է։ Եթե հանրությունը դա չի գիտակցում, ինքը կործանվելու է Նիկոլ Փաշինյանի հետ միասին։ Այո, Նիկոլ Փաշինյանին մնում է հայտարարել, որ եթե ես չլնեմ վարչապետ, ուրեմն Հայաստան չի լինի։ Մնում է այդ անկեղծ հայտարարել։ Սա մոտավորապես ոնց ասեմ ձեզ, ոնց որ գիտեք ռակի հյուսվածք լինի օրգանիզմի վրա։ Չարորակ ուռուցք, որը պատել է օրգանիզմը եւ փորձում է, հենց որ իրան փորձես պոկել, նաեւ կործանել ողջ օրգանիզմը։ Շատ բարդ է լինելու, այսպես ասած, վիրահատական այդ ձևը, բայց հայ հասարակությունը մի օր պետք է դրան գնա։ Այլ պարագայում օրգանիզմը միանշանակ կործանվելու է, ամբողջ օրգանիզմը։ Եվ ուզում եմ անդրադառնանք նաև վերջին շրջանում շատ քննարկված գործակալների թեմային, որի հետ կապված այսօր Հայաստանի արտգործնախարարը պարզաբանում է տվել այն բոլոր հայտարարությունները, որ տևական ժամանակ նրան գործակալ են համարել։ Նա իհարկե չի թաքցնում, որ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության հետ, բայց ընդամենը փորձագետի կարգավիճակով։ Ասում է, ես հասկացա, ես լինելով ընդդիմադիր խիստ, բայց հասկացա, որ այդ պահին պետության համար է դա պետք եւ իմ մասնագիտական ունակություններից ելնելով փորձագիտական դաշտում համագործակցել եմ ազգային անվտանգության ծառայության հետ։ Սրանով կարելի է ասել, որ փակված է Արարատ Միրզոյանի գործակալ լինելու հանգամանքը։ Դե գիտեք ոնց է, բոլոր գործակալներն փորձում են գտնել արդարացում, որ դա իրանք արել են հայրենասերական մղումներից ելնելով։ Դա բոլոր գործակալների ոչնա, հենց բռնվում են այդ արդարացումը կա։ Սա դե գիտեք ոնց է, ընդ որում նախկինում էլ էր կարծեմ ինքը ընդունել դա։ Դե փաստաթղթերով հրապարակված էր, հետո ասում է կար ժամանակ անց այդ աջակցությունը ավարտվել է։ Ուրեմն ԱԱՑ-ն ընդհանրապես դե որպես ԿԳԲ-ի իրավահաջորդ մի այնպիսի կառույց է, որ այնտեղ համագործակցությունները ժամանակավոր չեն լինում։ Այլ են ռուսական հայտնի ասացվածքով ասած, это на всю жизнь։ Ամենք։ Դրա համար նախկին գործակալ էլ չի լինում։ Դա մշտական կարգավիճակ է, որ մի անգամ այդ պեչատը որ խփվում է, դա ամբողջ կյանքի համար է։ Ժամանակավոր գործակալներ չեն լինում։ ԱԱՑ-ն էլ այն կառույցը չի, չէ, որ ասենք դու մի 3 օր համագործակցես, հետո ասես, գիտես, վերջ, պրծավ, ես գնացի տնով։ Ինքը տվել է իր համաձայնությունը, օգտակար լինելու։ Ուրեմն դա տպվել է, չէ, տպվել է, չի էլ հերքվել, որ դա է։ Հիմա ինքը փորձում է գործակալի անունը դնել փորձագետ, վաղը կդնի վերլուծապան, չգիտեմ, ամեն ինչ կարող է դնել։ Բայց դա ունի մի անուն, գործակալ։ Հասկանում եք։ Այստեղ գիտեք ոնց է, փակված չփակվածը նայած ոնց եք դուք հասկանում։ Թեման փակվել է։ Այդ կնիքը իր վրա դրված է։ Դա այն հարցն է, որ դրանից ինքը ամբողջ կյանքում չես կարա լողանալ։ Նեն չի որ պրտվես, լողանաս, փրկվում ես։ Վերջ, դա տենց է։ Ամբողջ կյանքի համար է։ Այլ հարց, որ թող ուրեմն նիկոլական մնացած ուսապարկերն էլ խոստով անվեն, թե իրանցից էլ ովքեր են գործակալներ։ Բայց փոխարենը իրանք են ամենաշատը խոսում գործակալներ լինելու մասին նախկին իշխանությունների ժամանակ, հոգևորականների շրջանում, Եզրաս Սրբազանին են մեղադրում եւ ասում են արդեն պաշտոնական ԱԱԾ փաստաթուղթը կա։ Նայեք։ Ուրեմն եկեք հստակ մի բան պատկերացնենք։ Ես ինքս գտնում եմ, ասենց ասեմ, պարզ է շատ վատ եմ վերաբերվում գործակալներին։
Բայց նաև որպես վերլուծաբան հասկանում եմ, որ ցանկացած պետության մեջ իրանք կան ու կլինեն։ ԱԱԾ-ն չի կարող առանց դրա։ Հատուկ ծառայությունը առանց դրա չի կարող։ Մեծ մասին գիտեք ոնց է, իհարկե իրանք մեծ մասը փորձում են ներկայացնել հայրենասիրական, ասենքն նայեք, Հանուն հայրենիքի։ Ամբողջ ԱԱԾ-ն չուներ փորձագետ, մնացել էր Արարատ Միրզոյանի հույսին, որը պարզվեց 18 թվականից հետո էլ ինքն էլ անկեղծան, որ իրանք անգրագետ էին։ Իսկ դա եղել է դրանից էլ մի 10 տարի առաջ, չէ՞։ Այսինքն ողջ ԱԱԾ-ն մնացել էին այդ մանկահասակ անգրագետների հույսին, ասում էին եկեք փորձագետ դառնանք, թե չէ մենք կկործանվենք։ Նայեք, բոլորը փորձում են դա մատուցել հայրենիքի նկատմամբ սիրով, բայց դա իրականության մեջ այդ ձևով է, բռնում են ինչ-որ մի հատ քաքի մեջ, ականջներից բռնում, խելոք տանում են, տալիս ես քո համաձայնությունը եւ ամբողջ կյանքդ դրա մեջ ես։ Հիմա նայեք, Արարատ Միրզոյանը բայց փորձում է ներկայացնել, որ դրանով հայրենիք է փրկել։ Բա կարող է եզրացնել է հայրենիք փրկել։ Ընդ որում, նայեք, դա Արարատ Միրզոյանը եղել է Հայաստանի, չէ, ԱԱԾ-ի գործակալ։ Տարիքը չի ներել, որ լիներ ՍՍՀ-ի գործակալ։ Եզրասը, եթե ընդունենք, ապրիորի ընդունենք, որ այդ փաստաթղթերը ճիշտ են, չնայած բազմաթիվ այդ հրապարակված փաստաթուղթը բազմաթիվ հարցեր էր առաջացնում, բայց ապրիորի ընդունենք ճիշտ է։ Որն է իր հանցանքը։ Ինքն էլ իր հայրենիքի։ Ինքն է այդ ժամանակ իրանց հայրենիքը ՍՍՀ-ն էր։ Այդ մարդիկ էլ եղել են ՍՍՀ-ի գործակալ։ Եթե մինչև հիմա լիներ ՍՍՀՄ, Արարատ Միրզոյանը ըստ իր վարկածի փորձագիտական ծառայություն կմատուցեր ՍՍՀ-ի ԿԳԲ-ին դառնալով գործակալ։ Հասկանում եք։ Դա նույն հարթությունն է իրականության մեջ։ Ընդ որում համարվում է, որ գործակալի ուրեմն այդ նայ, եթե պետությունը հատուկ օրենք չի ընդունում, ապա դա հրապարակայնացնելը հանցագործություն է։ Ընդ որում Հայաստանը հանդիսանում է ՍՍՀ-ի իրավահաջորդը ու նրա գործակալները մեխանիկորեն անցել են քեզ։ Ու հենց որ այսօրվա դրությամբ ԱԱԾ-ի պետը դա հրապարակայնացնում է, ինքը չի հասկանում, որ վաղը իրեն բազմաթիվ հարցեր են ուղղելու։ Իդեպ նույն ԱԱԾ-ի պետը օրերս կաթողիկոսին դիմեց իր ավազանի անունով Կտրիշ Ներսիսյան, այն դեպքում, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը։ Դե ինքը դրանով ցույց տվեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության ղեկավարն է։ Հանրային պաշտոն։ Դա ինքնախոստովանական ցուցմունք էր, որ ինքը ոչ թե ԱԱԾ-ի ղեկավարն է, այլ Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ի ղեկավարն է։ Դրանից ավելի ինչ ապացույց եք ուզում։ Այո, ինքը պետքա վեր լիներ քաղաքականությունից։ Բայց դրանով իսկ ինքը ցույց տվեց, որ ինքը չի ներկայացնում պետությունը, ինքը ներկայացնում է զուտ Նիկոլ Փաշինյանին։ Կարելի ասել, որ ամբողջ համակարգը մի մարդու ձեռքում է հիմա։ Մեկ մարդու Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Դե դա ակնհայտ երևում է։ Ու դա չէ, դա այն շրջանում, որ հիմա մենք նախընտրական շրջան ենք ու այդ ամբողջ համակարգը լծվել է հենց այդ գործի վրա, այսինքն մենք կարող ենք առաջիկայում տեսնել այնպիսի իրավիճակներ, որ նույն ազգային անվտանգությունը իր գործից դուրս բաներ անի, նույն ուժայինները, այսինքն ամբողջ լծված են լինելու այս նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի հաջողությունը ապահովելու։ Հայկական իրականության մեջ անկախությունից ի վեր միշտ այդպես է եղել եւ այդպես շարունակվում է։ Դրա համար էլ ես բացատրել եմ, որ ընդդիմությունը չի կարող ընտրություններով վերցնել իշխանություն, որովհետեւ այդ բոլոր լծակները աշխատել են քո դեմ։ Հենց դա էլ կոչվում է վարչական ռեսուրս։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։